Ուրեմն բարև ձեզ, ես Արման Գրիգորյանն եմ, ելեք արվեստագետ, նաև արվեստի քննադատ եւ Պերեստրոյկայի ժամանակ Սովետի մենք տենց մի հատ խումբ ենք ստեղծել երրորդ հարկ, ես այդ երրորդ հարկ խմբի հիմնադիրներից էի, մի խոսքով ժամանակակից արվեստի, Հայաստանում contemporary art կոչվող այդ արվեստի ներկայացուցիչ։ Հիմա ուզում եմ ձեզ պատմեմ մի քիչ Փարաջանովի իմ ընկալումները եւ նաեւ միջավայրը ու հույս ունեմ, որ ցույց կտամ բաներ, որոնք ձեր համար նոր կլինեն կամ ասոցիատիվ այդ շարքը, որոնք ես պատրաստել եմ ձեզ ցույց տամ, ձեզ հետաքրքիր կլինի։ Հիմա ուրեմն կոնտեքստը միջավայրը, որտեղ ծնվել է Փարաջանովը, ապրել է, գիտեք, որ ինքը Թիֆլիսեցի է եւ Թիֆլիսը եղել է Իրանական իմպերիայի մաս, հետո ռուսական կայսրության մաս։ Հիմա հենց այդ անցումը, երբ որ ռուսական կայսրությունը գրավեց, ուրեմն Կովկասը, հարավային Կովկասը, դա համընկնում է հենց Ղաջարական դինաստիայի իշխանության գալուն։ Այն արվեստը, որը կերպարվեստ այսպես ասած, որը Իրանում կար, տենց 18-19-րդ դարի արվեստին ընդհանուր ասում են ղաջարական, բայց ինքը միայն ղաջարներից չի սկսել, դա եղել է նաև Սեֆևիդների ժամանակ, Զանդ դինաստիայի ժամանակ, ինչևէ, դա հետաքրքիր մի հատ խառնուրդ է արևելյան արվեստի եւ արդեն բարձր եվրոպական, այսպես ասած, վերածնունդի, արվեստի, գիտեք երևի, որ Իրանը, իբրև պետություն կամ Պարսկաստանը 7-րդ դարում 622 թվականին վերանում է եւ նորից առաջանում է 1503 թվականին արդեն իբրև շիա իսլամի, ուրեմն տենց պետություն Նենց որ եթե ձեզ ասում են հազարամյա Իրանի պետականությունը եւ այլն տենց չի, իրանք եւ մեր նման մի 600 տարի չեն ունեցել պետություն։ Ինչևէ, ուրեմն Ղաջարական դինաստիան դե ցակումով իրանք իհարկե թուրքալեզու տենց ցեղեր են, որոնք ապրել են Գյանջայում, Գանձակ գիտեք։ Շատ թույլ կայսրություններ իրանական կայսրությունը անդադներ իրար գրավում էին եւ այլն, կարելի ասել նույնիսկ քաղաքացիական պատերազմներ էր անդադ, այդ է եղել պատճառը, որ Վրաստանի թագավորը խնդրել է ռուսներին, որ գան օգնության։ Պատկերացրիք։ Եվ առաջի ուրեմն Ղաջար Շահնշահը անունը Աղա Մուհամեդ խան, որը մորուք չուներ։ Բացարձակապես եւ խեղճը սեխակերել ու Շուշիում թունավորվել է, մահացել է, ամենայն հավանականությամբ երևի թունավորել է, ինչով է հայտնի, որ նույն ժամանակ Սայաթնովային սպանել են եւ ինքը նախքան որ կմեռներ, ասում է ինչ որ լավ տենց գուսան կար, ուր է այդ գուսանը, ասում են մեռել է, սպանել են խեղճ Սայաթնովային, ինչևէ այս Ֆաթալի Շախը արդեն եղբայրն է, տեսեք, դրա համար ընդգծված երկար մորուքով։ Տեսնում եք, ոնց որ մանրանկարչության ինչ որ բաներ ունի իր մեջ, արդեն պատկերացրեցիք, չէ՞ որ ժամանակաշրջանն է։ Դա իրանք երբ որ եկել են իշխանության, Աղա Մուհամեդ խանը, դա ֆրանսիական հեղափոխության շրջանն էր, սրանք արդեն 19-րդ դարի սկիզբ, էլի արդեն այնց կա կլասիցիզմ եւ այլն։ Մի խոսքով հիմնականում այդ վերածնունդյան եւ բան արվեստի, ակադեմիական արվեստի ու արևելյան արվեստագետները ոնց են դինաստիաներով են, եղեք։ Հիմա եթե մի հատ էլ փոխես, Հովնաթանյանների դինաստիայի ամենահայտնի Հակոբ Հովնաթան անունով մեր պատկերը սրահում էլ կա, այսինքն գիտեք ոնց էր, իհարկե մեր մոտ կա տենց պատկերացում, որ իբրև թե
քրիստոնյաները ավելի հեշտ էին տենց նկարներ անում եւ այլն, որտեղ դե գիտեք իսլամը չէր թույլատրում, ինձ թվում է այդքան տենց վստահելի չի այդ պնդումը։ Այսինքն, այո, հայ երեքանի որ քրիստոնյա են, նաեւ ավելի առաջադեմ, տենց հակվածություն ունեն դες բաների, օրինակ առաջի ֆոտոգրաֆը, հա, ֆոտոներ որ արել է Շախենշախի համար, էլի հայ է եղել ազգությամբ, այսինքն այդ պահի վրա այդքան ուշադրություն մի դարձրեք, որ ասենք հայերի դերը, մի խոսքով ընդհանուր միջավայրը այնպիսին էր, որ պրոֆեսիոնալ այդպես կրթություն չկար, իրանք ասենք սովորում են իրանք պապիկի, պապայի, ասենց թորնիկ եւ այլն։ Հիմա հաջորդ կադրը եթե գագի կդնի, ուրեմն անպայման ուզում եմ որ այս մարդուն դուք իմանաք, ինքը Կարա Դարվիշն է, գիտեք Կարա Դարվիշ։ Սա էլի Թիֆլիսահայ է, առաջի ֆուտուրիստ արվեստագետը Կովկասում 1912 թվականին, երբ որ պիտի ռուս ֆուտուրիստները, երևի գիտեք, Մայակովսկի, Դավիթ Բուրլյուկ, իմջած երկուսն են նկարիչներն եղել, Իլիա Ռեպինի աշակերտներն էին, հատկապես Դավիթ Բուրլյուկը, դեն շատ էր սիրում ֆուտուրիզմ, ոգևորեց Մայակովսկուն դարձրեց պոետ, բանաստեղծ։ Մի խոսքով իրանք անում էին թատերական ներկայացման նման, հա, ոնց որ այսինքն հիմա ես այդտեղ բարձրանամ եւ ցեմ բանաստեղծություն արտասանում։ Եվ նաեւ այս պերֆորմատիկ, ինչ որ շորեր էին փոխում եւ այլն, ներկում էին իրանց։ Մի խոսքով անպայման իմացեք, կադրը կփոխես, հա։ Այ նայեք ինքը, որպեսի մարդիկ աուդիտորիան, հա, ծանոթ լինի ֆուտուրիզմին, նախքան կգան Մոսկվայից այդ ֆուտուրիստ արվեստագետները գրում է ինչ է ֆուտուրիզմը, ու արդեն այս իր գրածի մեջ ինքը ազդեցությունը մի հատ էլ տենց ռուս ֆուտուրիստ կա, Խլեբնիկով, տենց ազգանո, որը մեթոդ էր հնարել, կոչվում էր զաում, անդերմտային արվեստ։ Մա եթե փոխես, ահա, հիմա նայեք, որ կարդում եք, թվում է դուք հայերեն եք կարդում, չէ, ջախրերի ջախր, բռների քախր, լուրերի լուր, մտերի փուր, փարփարփ ի փարփ, զարփարփ ի զարփ, ֆուրթեր ի ֆարֆ, զուրթեր ի զարփ, զթեր զթար, դուրեր դպար, ես ոնց է գրե ի հարփ զաքար։ Այսինքն Խլեբնիկովի մոտ ավելի ընդգծված է, որ ինչ որ մի հատ հին տեքստ է։ Այսինքն եթե դուք նաև նայեք այդ ռուս ֆուտուրիստներից հաղթանակ արևի նկատմամբ, Победа над солнцем այդպես կոչվող, որի նկարիչ եղել է Մալևիչը։ Տեքստի հեղինակը էլի ուրեմն Խլեբնիկովն է։ Կնկատեք, որ ինչ որ տարբերություն ունեն իսկական ֆուտուրիստներից։ Դե գիտեք, ֆուտուրիզմը 8 թվականին իտալական արվեստի ուղղություն էր, որը մարդիկ էին, որոնք հոգնել էին ապրել թանգարանում։ Այսինքն Իտալիան այն ժամանակ արդեն տեսակ տենց արխեոլոգիական ուսումնասիրություններ ամբողջ աշխարհից գալիս են, տենց այդ նկարիչների գործերն են նայում, չգիտեմ, հռոմեական ճարտարապետություն եւ այլն, իրանց մոտ առաջացել է ոնց ասեմ մի հատ պահանջ, որ մոդեռնացվի Ֆրանսիան։ Նա արդեն գիտեք, որ կա Ամերիկա, կա էլեկտրականություն Նյու Յորքում նույնիսկ, կան ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, մոտոցիկլետներ եւ եթե կարդացել եք ֆուտուրիզմի մանիֆեստը, այնտեղ ուղղակի ասում եմ, որ այդ ամենը պետք է, в общем, վառել գրադարանները այդ հին արվեստի ժխտում։ Կարճ ասած, ոնց կարող եք ձևակերպել, ինչա ֆուտուրիզմը։ Անցյալի մերժում, ներկայի քննադատություն,
ապագայի գովերքում։ Պատկերացրիք։ Բայց ռուսների մոտ եւ նաեւ մի քիչ մեր Կարադարվիշի մոտ։ Ոնց որ թե անցյալի նկատմամբ ինչ որ բան կա, խղճահարություն, ասեմ թե սեր, թե ինչ։ Այդ հետաքրքիր մի հատ բան, հա։ Եվ դրա նաեւ ուրեմն Մարինետին, իտալացի ֆուտուրիստ հատկապես, շատ միլիտարիստական էր ինքը։ Ասենք կեցե պատերազմը, կորչեն կանայք, եւ ասենց էլի, ասենք թուլացնում են, էլի, հա, տղամարդը։ Ավելի այդ ռուս ֆուտուրիստները եւ կոնկրետ հենց ոչ թե Չարենցը բան այդ խումբը չէ, այլ հենց կոնկրետ Կարադարվիշը ավելի մոտիկա դադայիզմին։ Դադայիզմը իսկապես մինչև դասակարգային աշխարհի գովերքումը, այսինքն մինչև հողագործական աշխարհը ավելի լավն է եղել։ Հողագործական աշխարհը մարդկանց դարձել է դժբախտ։ Դասակարգեր է ստեղծել, մի խոսքով սկսել է շահագործել եւ այլն։ Հա, նաեւ ուրեմն մեր Կարադարվիշը առաջի գրողներից է հայ, որը էրոտիկ վեպ է գրել։ Էդ էլ է կարելի։ Լավ, անցնենք առաջ, ուրեմն այս էլ երկրորդ խումբը ֆուտուրիստների, դա Եղիշե Չարենցը գիտեք, որ իր ընկերների հետ երեքի դեկլարացիա էր գրել, ուրեմն Աբովը, Չարենցը եւ Վշտունին։ Իսկ դրանից հետո երկու ճարտարապետների հետ, Հալաբյանի եւ Մազմանյանի հետ, Չարենցը 24 թվականին որոշում է ամսագիր հրատարակի։ Ամսագիր պիտի կոչվեր ստանդարտ, որտեղ արվեստի հին ձևերի մերժում էր եւ նոր, ասենք, ձևեր արվեստի, հատկապես երեք դիզայնը։ Դիզայն գիտեք երևի ինչ է։ Դիզայնը ամեն տեսակի կահկարասին չի։ Դիզայնը արդյունաբերական դարաշրջանի, աթոռ, սեղան, չգիտեմ, բաժակ, մի բան, որը մեր կենցաղը դարձնում է հարմարավետ։ Այսինքն դիզայնը ձախ առաջադեմ մարդկանց կողմից մտածված, ուրեմն մի նոր արվեստի տեսակ է, որը պիտի հեշտացներ, հա, մարդկանց ապրելը եւ նույնիսկ հավակնում էր, որ ընդհանրապես արվեստ պետք չէ, այսինքն այդ Այվազովսկու sense մի հատ ռամկայի մեջ իբր պատուհան ա դու նայում եք այնտեղ ծով ա, չգիտեմ ինչ, ձեզ փախցնում ա իրականությունից պետք չի։ Իրականությունը այնքան լավը կլինի, որ դուք կարիքը չեք ունենա, որ փախնեք իրականություն։ Եվ հիմնականում է այս ամսագիրը ոգևորված ռուսական լև էր կոչվում այդ շարժումը։ Այդ շարժումից փորձում են հրատարակել, սա առաջի եւ միակ համարն է։ Մեկ էլ իրանց ընկերը Միասնիկյան անունով, որի արձանը դրված է Երևանում, գիտեք, գալիս է, Չարենցին ասում է, որ իրավիճակը փոխվել է։ Ստալինը մեզնից ուզում է Պուշկինի նման ցարին գովերքող, հա, թագավորին գովերքող արվեստ, նենց որ լավ կլինի այս ամեն ինչը փակեք։ Գիտեք, արդեն Լենինը մահացել է։ Եվ այս կովկասցիներով նախ կեղծում են ընտրությունները, Ստալինը դառնում է իշխանություն, էլի նայեք Կովկասը ինչ կարևոր դեր է։ Եվ իրանց ռաբիս հետամնաց հայացքներով, ես ռուսներից ավելի ռուս եմ, հա, շարքից, երեք Ստալինը երբեք չի ասել, որ ինքը վրացի կոմունիստ է։ Միշտ ասել է, որ ինքը ռուս կոմունիստ է։ Շատ հետաքրքիր է։ Ինչ նաև հետաքրքիր, որ դեմ էր, որ հանրապետություններ լինեն։ Պատկերացնում եք ինչ խայտարակություն։ Լավ է Տրոցկին ու Լենինը ասում են, չէ, դες չի լինի, պետք է ազգային հանրապետություններ լինեն։ Մի խոսքով, այս հետամնացները վրա են տալի, օրինակ,
նույնիսկ ինչ-որ ձևեր կա, դատավարություններ էին անում։ Ասենք վերցնում են եւ գրական դատ են բացում, խեղճ մեր կարա դարվիշին են, որ տեսակ արդեն մեղադրում են ինչ-որ տենց բուրժուական, չգիտեմ, անկումնային տրամադրություններ առաջացնելու մեջ եւ այլն, արգելում են ընդհանրապես, որ այդ մարդը տպվի, ընդհանրապես հիշատակվի, դրա համար դուք դպրոցում չեք անցնում, հատկապես դուք չեք անցնի եւս որոշ տարի, որովհետեւ Կարա Դարվիշի գերեզմանի վրա գրված էր ես աշխարհի քաղաքացի եմ։ Նա բանաստեղծության մեջ էլ ունի, որ ասում է, պատկերացնում եք, ես կոսմոպոլիտ եմ մարդը։ Էլով թույլ կտա։ Ուրեմն ինչ է, այս տեսակ տենց մեր ֆուտուրիստական բանը, ուզում եմ այդ կոնտեքստը, որ հետո իրանց էլ են փակում, դե գիտեք, այս 4 հատ համար է մնացել, Չարենցը իր ձեռով վառել է այս ամբողջ ամսագրերը, 4 հատնա մնացել, հետո Չարենցին էլ գնդակահարել են, այդքան, որ ինքը դատի էր տալիս, Կարա Դարվիշին բանը, մի խոսքով, մի լավ ջնջում են, ամբողջ ժամանակակից արվեստը, փակում են այն թանգարանը, որը Մոսկվայում ուրեմն փորձում էին բացել ժամանակակից արվեստի թանգարան, պատկերացնում եք, այդպես ֆենոմենալ մի բան, ուրեմն Ցվիտաևը, գիտեք, դες բանաստեղծուհի, իր papan այդպես կոլեկցիա էր հավաքել եւ հիմա այդ, չգիտեմ ինչ է կոչվում Պուշկինի անվան մուզեյ, Պուշկինի չկապ ունի դե, ինչև է, ուրեմն Պուշկինը նրանով է կարևոր, որ ինքը ուրեմն ծառայում էր թագավորին։ Հա, արվեստը պիտի ծառայի իշխանությունին։ Ընդհանրապես դա, ուրիշ ոչ մի բան։ Լավ։ Վերադառնանք, որ այդ մուզեյը, երբ որ ուզում են բացեն, նաև կային կոլեկցիոներներ, այն ժամանակ Ռուսաստանում հրավիրում էին Մատիսին, այնտեղ Մատիսը նկարում էր, այդ նկարներ են պար, բան նկարներ հենց Ռուսաստանում նկարել, այդ ամբողջը հավաքել էին, ուզում էին բացեն, այդ ժամանակակից արվեստի կոլեկցիա իհարկե էտել են փակում այդ ամենը, մինչև տենց Ստալինը մահանում է։ Եվ զուգահեռ ինչ էր կատարվում, ուրեմն ես այնտեղ Տրոցկի ասեցի, հիշում եք, այս Տրոցկին իհարկե 27 թվին նրան դուրս են անում, թե 28 թվին, եւ ինքը գնում է Եվրոպա, Եվրոպայից հետո գնում է Մեքսիկա, այդ նույն ժամանակ ձախ շարժումների մեջ, ձախ առաջադիմական շարժումների մեջ առաջում է այսպես մի հատ բաժանում ստալինիստներ, տրոցկիստներ։ Ուրեմն իմացեք, որ սյուրռեալիստները Անդրե Բրետոնին գիտեք, այն վերևի շարքի մեջտեղի մարդն է։ Անդրե Բրետոնը տրոցկիստ է։ Նույնիսկ ասում էր բախումների, հա, ծեծում էին իրար Փարիզում ստալինիստները եւ տրոցկիստները, ինչև է, ինչ բան է սյուրռեալիզմը։ Սյուրռեալիզմը այն, որ ասեցի դադա, հա, դադայիզմ, այս դադայիզմի շարունակությունն է։ Հիմնված ուրեմն բանի վրա, պսիխոանալիզի վրա, այսինքն, որ իբր մենք ունենք անգիտակցական, հա, այսպես այս շերտեր, հատկապես, ոչ թե հենց Ֆրեյդի ավելի շատ, ուրեմն Կարլ Գուստավ Յունգի, որը արխետիպեր եւ այլն, այս տեսակ մի հատ գաղափար էր մտցրել։ Ուրեմն որտեղից է տերմինը։ Տերմինի հեղինակը Ապոլիներն է։ Ապոլիները Պիկասոյի ընկերն էր, պոետ, եւ մի հատ շատ ցնցող բալետ են բեմադրել, որ կոչվում է Պարադ 1916 թե 17 թվին Փարիզում, պատկերացնեք պատերազմի ժամանակ, առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզում բեմադրվում է այդ Պարադը, որը առաջացնում է սկանդալ,
նկարիչը Պիկասոն էր, կոմպոզիտորը Էրիկ Սատին էր, բալետը ռուսական հայտնի բալետն էր, մի խոսքով այդտեղ առաջի անգամ օգտագործված է սյուրռեալիզմ բառը, որից հետո Էլիաս օգտագործե իհարկե սյուրռեալիզմ բառը Ապոլիները, բայց ինչևէ, ուրեմն Անդրե Բրետոնը Սուպոյի հետ գրում է մանիֆեստ 1924 թվականին, այսինքն նույն ժամանակն է, ինչը որ դուք տեսաք ստանդարտը, հա, Չարենցի, այդ նույն թիվն է։ Այլևս, ուրեմն պատկերացիք, չէ, արգելել են բան, այլևս սովետական միության տերիտորիայում չկա, չի եղել ոչ սյուրռեալիզմ, ոչ էլ մնացած արվեստի ուղղություններ, որովհետև արգելել էին, բայց պայքարը մղում էին։ Այսինքն, դե գիտեք սովետը, այդ տեսակ էքսպանսիոնիստական քաղաքականություններ, որում ամբողջ աշխարհը ուզում էր գրավել, երկրագունդներ իր գերբի վրա եւ այլն, ամենտեղ իր մարդիկ ուներ։ Ու հիմա եթե փոխես ուրեմն սյուրռեալիզմը ինչպես նաև ֆուտուրիզմը արվեստի մեջ շատ նորարարական բաներ արել։ Այդ թվում հատկապես կոլաժը, որ դուք գնաք, եթե չեք եղել նաև բանի թանգարան, Փարաջանովի կտեսնեք, որ ինքն էլ շատ սիրում կոլաժներ անել։ Ուրեմն պերֆորմանսներ, դե այն ժամանակ տենց պերֆորմանս բառը չէին օգտագործում, բայց նման մի բան, հա, թատերական ներկայացումներ, ցնդաբանական, ինչքան անիմաստ, այնքան լավ, եղեք հիշեք, անիմաստը շատ արժեքավոր բան է։ Նայեք, ոնց որ այն զաումն էր մտքից անդին, նենց էլ, ուրեմն դա է սյուրռեալիզմի մեջ։ Տեխնիկան հենց մեթոդն է կայանում դրանում։ Անգիտակցական, դուք սկսում եք ինչ-որ բան գրել, չեք նայում ինչ եք գրում, ուղղակի մի բառը ուրիշ բառ է բերում։ Եվ հետո ոնց որ տրանսի մեջ սկսում եք շարունակում եք գրել։ Իրանք նույնիսկ այդտեղ խմբակային տենց դեմոնստրացիաներ են, այսինքն կարող է կաֆեում նստեն, քնեին։ Հետո արթնանային ու երազը նկարագրեն։ Հիմա շատ դժվար է, նայ գրականության դեպքում այդ հեշտ է անել։ Որտեղ դու գրում ես մի բառ, հետո ուրիշ բառ եւ այլն։ Կինոյի մեջ մի քիչ դժվար է, չէ՞։ Որտեղ կինոն էնել այն ժամանակ, ասենց հեռախոսներ չկար, միանգամից նկարեիք, էլի, եւ մոնտաժեիք։ Պետք է ուրեմն պաստանովկա լինի, բան։ Այսինքն ավելի շատ սցենարի վրա էր սյուրռեալիստական այդ բանը, իմիջիայլոց համարյա բոլոր սյուրռեալիստները փորձեր արել են նաև կինոյի մեջ, Ռենե Մագրեթը հայտնի սյուրռեալիստ, Սալվադոր Դալին եւ խնդրեմ կինոյի ուրեմն ասպարեզում սյուրռեալիզմը Լուիս Բյունուել եւ Սալվադոր Դալի։ Ուրեմն սա ամենացնցող տենց ֆիլմերից մեկն է եղել այն թվերին։ Կներեք թիվը չեմ հիշում, որ թիվ էր սա 20։ Հա։ 6, 9, հա։ Մի խոսքով միանգամից արգելում են։ Հայտնի ուրեմն այդ կադրը կա, այն որ մեջտեղը, այո, աչքը որ կտրվում է։ Մի խոսքով կնայեք, եթե չեք տեսել այս ֆիլմը, պայման կնայեք։ Նայեք, կարող է սովետական միությունում չէին ցույց տալի, բայց սովետական միության արվեստագետներ գիտեին, որ կա տենց կինո։ Ես ենթադրում եմ նաև որ չգիտեմ, էլի իհարկե ոնց կլներ որ Փարաջանովը կամ ասենք Տարկովսկին բան տեսած չլինեն, երեխեք։ Հա, երևի էլի անպայման ենթադրում եմ որ տեսած կլինի։ Հա։ Հետո մի հատ էլ փոխի։ Ուրեմն սա էլ ուրիշ կինո է, որ կոչվում է Ոսկե դար, էլի Սալվադոր Դալի Բյունուել, իհարկե կռվում են իր հետ արդեն, դե Դալի պատկերացրեք երես առած մի հատ տիպ։ Բավական դրանց հետո էլ իրար չեն համագործակցել։ Բայց շատ կարևոր մի հատ պահ կա, եթե նկատեք, այս կադրը հենց կարծեմ ֆիլմի սկիզբն է։ Ուրեմն ընդեղ
եկեղեցականներ են, հա, այս սրբազանները եկել են, սենց աղոթում են, այնքան շատ են աղոթում, որ մնում է իրաց ոսկորները։ Բյունելը ահավոր աթեիստական մարտնչող, հա, կոմունիստ մարդ էր։ Եթե Սալվադոր Դալին սենց խաղեր էր անում անդադ, որ չկնչու կանամ բռնացնեն իրեն։ Են էլ ինչի, որտեվ կինը սենց լավ խորաման կին ուներ, գալա էր անում, կինը եղել է Բելագվարդիից, ռուս, ցարական, ուրեմն, զինվորականի աղջիկ, որը բուժվելու համար գնաց են Շվեյցարիա, հետո ուրեմն այս գալան ծանոթանում է Էլուարի հետ, պոետ Էլուար, սյուրռեալիստ, հետո իրար հետ միասին ծանոթանում են նաև Դալիի եւ Բյունուելի հետ, եւ ահա որ ասեցի կռիվները իրար ծեծում էին, հիշում եք։ Այս գալան ասում է Սալվադոր գործ չունես։ Շատ առաջադեմ կին է եղել։ Այն ամենայնիվ, չէ, ինքը տուժած է, էլի այս կոմունիստներից։ Բայց կոմունիստական այդ միջավայրի մեջ ընտրում եմ տենց ընկեր ամուսնանում է, անտաշփվում է եւ պաշտպանում էլ է, էլի։ Ասում է գործ չունես։ Տենց շատ մի տրվի, ոչ այս թևին, ոչ այն թևին եւ այլն։ Մի խոսքով ես բարձր եմ գնահատում Գալայի այդ նախ արվեստ հասկանալը, նաեւ Դալին օգնելը։ Մի խոսքով, որ դուք տեսաք, չէ՞ որ լրիվ կրոնը իբրև հետամնացություն դրա դեմ է, հա, սյուրռեալիզմը։ Հիմա փոխի գաք, հա, հիմա ուրեմն արդեն գանք հասնենք պատերազմից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դե պատկերացնեք։ Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ ուրեմն նացիստական Գերմանիան եւ սովետական միությունը ծայրահեղ հետադեմ ուժեր էին, իրանց մոտից բոլորը փախնում են առաջադեմ մարդիկ եւ սյուրռեալիստներն գնացել են Ամերիկա, Ամերիկայից վերադառնալուց հետո ուրեմն ինտերնացիոնալ սյուրռեալիզմի ինտերնացիոնալ ցուցահանդեսը, որը բացվում է 59 թվականին, կոչվում է Էրոս։ Պատկերացրիք, Էրոս անունով ցուցահանդես։ Եղեք, հիշեք, որ դրանք կոմունիստներ են։ Ու հիշեք, որ սովետական միությունում են կոմունիստներ։ Պատկերացնեք ինչ հակասություն կա այդ ամեն ինչի մեջ։ Մի հատ էլ փոխի։ Այն կատալոգներ։ Իսկ սա էլ ամենահայտնի այդ կադրերից մեկն է, սյուրռեալիստները նենց բաներ են արել, որ հետո բոլորը անում են։ Եվ ռեկլամների մեջ եւ կարող է տանել սարքեք, ասես իբր մարդ է, էլի, ասես կին է, ասես սեղանի վրա, որ ուտում եք հետո, հա, կանիբալ տես բան։ Ուրեմն Անդրե Բրետոնը հենա այնտեղ նստածն է։ Բայց գիտեք երևի Հակոբ Հակոբյան նկարիչ, հա, գիտեք։ Հայ նկարիչ։ Մի հատ եկա Ժանսեն։ Կարող է գարզվել, գիտեք։ Ովքեր են այդ նկարիչները։ Դրանք ֆրանսիական դիմադրության շարժման շրջանի մի հատ կար շատ հայտնի նկարիչ Բեռնար Բյուֆե, մենք պատկերասրահում նույնիսկ գործ ունենք։ Սա այսպես ասած այն կոմունիստական ընթևն է, որը պայքարում էր իբր ժողովուրդը չի հասկանում, էլի, այս ինչ եկա, միջ աբստրակցիոնիզմ, միջ բան, ասենց իբր աշխատավորների։ Բայց վերնագիրն է, իրանք մի հատ կարճ ժամանակ ա եղել, այդ դες մի հատ տերմին հնարեցին, միզերաբլիզմ, թշվառապաշտություն, հա, թշվառականների, եւ այսինքն դասակարգային պայքարը, ոչ թե բանվորները պիտի լավ ապրեն եւ այլն, այլ մենք պայքարում ենք թշվառների համար։ Եվ այդ մանանեխի գույնը գարչիցայի, հա, որ Հակոբ Հակոբյանը ունի, այ ատեից է գալի, սենց խեղճ, տխուր, այդ աշխարհ։ Իհարկե Հակոբ Հակոբյանը հետո ասում էր, որ ես եկա սովետականությունը հասկացա, որ մարդ չպիտի նկարեն, թե չէ ինձ հակ ասեն նկարի առաջի քարտուղարներ։
Բայց ինքը մինչև գալը ունի տենց, հա, տենց տխուր մի հատ կին ասենք, չգիտեմ ինչ, ասենք մարդը նստած եւ այլն։ Հատկապես որտեղ էր այդ գաղափարները տարածված արաբական աշխարհում։ Ինքն է Եգիպտոսից, հա։ Գիտեք որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս արաբական աշխարհը դե սկզբից իրանք Հիտլերի կողմից էին, հետո անցան Ստալինի կողմ։ Կոչվում է արաբական սոցիալիզմ։ Բաս կուսակցությունն է միջև հիմա կա, այդ կուսակցությունը այն մեկին կախեցին, Սադամ Խուսեյնին, բայց այս մեկը հələ մնում է, հա, Պուտինը օգնում է Ասադ անունով։ Դրանք լրիվ տենց սովետական տիպեր են, էլի։ Եվ ուրեմն հետաքրքիր մի բան է պատահում նաև 59 թվին։ Պատկերացրեք, Էրոս ցուցահանդեսը Փարիզում եւ մի հատ էլ փոխի, մի հատ էլ ուրիշ ցուցահանդես Մոսկվայում։ 59 թիվ, երեխեք, ամենակարևոր պահն է։ Սա ուրեմն Խրուշչով եւ այո, Ամերիկայի հետ կնքել էր պայմանագիր Խրուշչովը եւ ուրեմն դաստիժենյաներ, այսպես ասած։ Նվաճումները, արդյունաբերության մեջ, մշակույթի մեջ, նվաճումները, սովետականը ցուցադրվեց Նյու Յորքում, ամերիկական ցուցադրվեց Մոսկվայում, Սոկոլնիկի կոչվող բանում, այդ այգում, հենց ամառը։ 1.5 ամիս է տևեց ցուցահանդեսը։ Եկել է 3 միլիոն մարդ։ Այս այն պահն է, որ Նիքսոնը փոխ նախագահ էր, Նիքսոնը եւ Խրուշչովը Այնտեղ տեսնում եք այն մեր հայն էլ կա, հա, Միկոյանը։ Սա կա։ Այս կողքն է Բրեժնևն է, երեխեք։ Ուրեմն վիճում են, այս կոչվում է կուխոննի դեբատը։ Ուրեմն խոհանոցային վիճաբանություն։ Ակնհայտ ուրեմն երևում է, որ Ամերիկան կենցաղային առումով, հա, մարդկանց ավելի շատ բան տվե, քան թե սովետական միությունը։ Եվ ուրեմն կարող ենք կադրը փոխել։ Ահա։ Երեք, սա սուպերմարկետ է։ Ցուցահանդեսի ժամանակ իրանք ներկայացրել են սուպերմարկետ, որը թարգմանվել է երկերուսերեն գրած էր «Самообслуживание», մագազին «Самообслуживание»։ Բարձվում է սովետում չկար այդպիսի խանութ։ Չեն վստահում, որ մարդիկ իրան գնան, էրա չասած, որ ապրանքներ չկային այդքան։ Ուրեմն մի հատ տերմին կա, որը մինչև այսօր օգտագործվում է եւ սովետի ջանքերով դա դառել է շատ նեգատիվ տերմին, կոչվում է սպառողական հասարակություն։ Երբ բոլորդ գիտեք, որ պետք է պայքարեք սպառողական հասարակության դեմ, բայց ինչի պետք է պայքարեք, չի ասվում։ Պարզվում է, որ մեր այս խեղճ Խրուշչովը, որը Ստալինից հետո, այս մարդը մտածեց, վայ, ինչի՞ է sense վատ ապրում սովետական քաղաքացիներ, որոշել էր, որ բոլորին բնակարանով ապահովի, կոչվում է Խրուշչով կեկետ, գիտեք։ Իհարկե 30 տարով պետք է նայել շենքերը, հետո էլի նորը պետք է սարքեն, բայց այնուամենայնիվ նա փորձում էր, քանի որ խոստացել են, չէ, ինչ էին արել հեղափոխություն 17 թվին, որ մարդիկ վատ են ապրում, անենք հեղափոխություն, լավ կապրեք։ Բայց մարդիկ այլն հեղափոխություն ավելի վատ սկսեցին ապրել, անընդհատ սով էր։ Էլ չասած պլանային էր, թե ինչ շոր պետք է հագնես, ինչ պետք է ուտես, ինչ որ մեկը վերև նստած պլանավորում է ձեր փոխարեն։ Իսկ սպառողական հասարակություն ինչ է նշանակում։ Նշանակում է սպառողները իրանք որոշում են ինչպիսի բան պետք է արտադրանք պետք է տա արդյունաբերությունը եւ ընդհանրապես տնտեսությունը աշխատում է սպառողի ցանկությամբ։ Ստալինիստները, որոնք չեն սիրում Խրուշչովին, մի անգամ ծառայից օգտվում են, ինչ լավ է, մի հատ կադրը որ փոխես, որտեղ ցուցահանդեսում կային նաև Արշիլ Գորկու նկարն, հա, տեսնում եք, կային նաև աբստրակցիոնիստներ, նաև այդտեղ Արշիլ Գորկի, Ջեքսոն Պոլոկ, ահա, մենք ինչ կարող ենք ասել, այո, Ամերիկան լավ ավտոներ է արտադրում, լավ լվացքի մեքենաներ, այդ տեսակ բաներ, բայց А у нас есть духовность.
Մինչև այսօր երեխեք։ Մենք ունենք հոգևոր։ Պատկերացնում եք մատերիալիստական, փիլիսոփայությամբ շարժվող մարքսիստները հանկարծ բարձվում է ավելի հոգևոր են։ Եվ թիրախը ամենավատ ինչը որ խեղճ Արշիլ Գորկին էր։ Այս հայերը մանտրաշ։ Պատկերացնեք։ Շուտ մի բան է։ Դե գիտեք, Արշիլ Գորկու քույրը կոմունիստ կա էր, էլի։ Քերին էլ իմիջայել։ Հնչակյան կուսակցությունը, դա հնչակյան կուսակցությունն էլ բոլորը կոմունիստ են դառել։ Մի խոսքով սրանք որոշում են մի բան այն փրկեն մեր Արշիլ Գորկուն։ Դե նայեք, Ամերիկայում դա ուրեմն կլասիկա է համարվում, Ռուսաստանը ձեռ են առնում։ Որոնք նկարել չգիտես, ոնց է նկարում։ Մազնյա, քսմսոց։ Երեք ուրեմն Ջեքսոն Պոլլոկ, Արշիլ Գորկի եւ այլն դառել են հայտնի եւ մեծ նկարիչներ, որովհետեւ սյուրռեալիստները հատկապես Անդրե Բրետոնը գովել է իրանց։ Էդ էլ մի վատ բան։ Պատկերացրեք, Տրոցկիստ Բրետոնը գովել է մեր Արշիլ Գորկու։ Եվ ասել է, որ արխետիպային, հա, հայկական դենց բան կա նրա մեջ։ Խեղճեսկի չէր էլ ասում հայկական է ինքը, կինը չգիտեր, որ ինքը հայ է։ Մի ծնդացի մեկն էլ ինքն էր, այդ կարևոր չի, բայց որովհետև հեչ կարևոր չի արվեստագետը ինչա մտածում իր մասին, ինքը էքստազի մեջ ինչ-որ բաներ է նկարում, հա, սյուրռեալիզմի մեթոդը դա է։ Դրա համար այդ դրիփինգը Ջեքսոն Պոլլոկի դարավ ոնց որ նշանային մի բան։ Այնց որ ասում են անիմաստ, ինչքան անիմաստ, այնքան լավ։ Եթե դուք իմաստ եք դնում, փչացնում եք արվեստի գործը։ Եթե հանկարծ ինչ-որ մի բանի նման է, նենց արեք, որ ջնջվի։ Նման չլինի։ Նու կինոյի մեջ դա երկի հնարավոր չի, կոլաժի մեջ առավել եւս, որովհետեւ դուք պատրաստի բաներով եք անում, բայց ասեք թե նկարչության մեջ դա հնարավոր էր։ Ում հա, Արշիլ Գորկու մասն էլ մի քիչ ասեմ, որ մեր մոտ որոշում են, այդ տեսակ մի բան անել, sense փրկել իրավիճակը, ինչ-որ նամակներ են հորինում, որ իբր Գորկին խնդրում էր, չգիտես ինչի, Տրոցկիստ Բրետոնին, որ բարեխոսի դեսպանատան հետ, ստալինիստական, դե որտեվ ստալինիստ են, էլ ինչ կապ ունի, Խրուշչովն էլ էր ստալին, որ իբր Արշիլ Գորկին ուզում է գա Հայաստան, բան, երեխեք, այդ ամեն շատ կասկածելի է, հեչ բան չի, հա, եւ հա, այն ինչ որ հերոստացույցով ցույց տալի, էլի ոնց որ նայեք, նույն ձևով ընդգծված, հա, ասենք շեղում են մեր ուշադրությունը։ Իբրև թե Ջեքսոն Պոլլոկի հետ sense վեճ էր։ Ինչի մեջ էր վեճը։ Ջեքսոն Պոլլոկը ուրեմն Ռիվերային օգնել է նկարել այն հայտնի գործը, որը հետո ջնջել են, որովհետև այդ գործի մեջ, ասի պատի նկարչներ, իրանք որմնանկարչներ։ Զակազչիկը, այդ միլիարդերը, խնդրել է, որ խնդրում է մենակ Լենին, Տրոցկի բան մի նկարի, Մարքս, Էնգելս։ Ասում է դու ով ես, որ ինձ ասես, ես ինչ նկարեմ, փողը տվել ես, ես ինչ կուզեմ կնկարեմ։ Սա ասում է դե լավ, փողը տալիս եմ, բայց կջնջեմ։ Ինչևէ, ուրեմն նաև սյուրռեալիզմի վերջի մանիֆեստը, որը ստորագրված է Բրետոն Ռիվերա, իրականում Բրետոն Տրոցկի է։ Այդ էլ իմացեք, որովհետև տենց քիչ է պատահում, որ այդ մասին խոսում են։ Լավ, անցնենք մի հատ էլ եւ խնդրեմ Խրուշչովի այդ ձնհալի ոգևորությամբ արվեստագետները հատկապես դե Մոսկվայում բանում էլի այդ տեսակ տեղերում նաև ինչի՞ չէ ծայրամասերում հա որոշում են որ ժամանակակից արվեստը ոնց որ վերակտնեն նորից ու Փարաջանովը դրանից տեսել եք դուք Փարաջանովի ֆիլմերը ինքն է սոցիալիստական ֆիլմեր նկարում են Պերվի Պարին բան
Հա, տենց սովորական սենց սովետսկի բան։ Բայց եւ ինքը, եւ Անդրեյ Տարկովսկի։ Եվ շատերը նաեւ, հա, գրականության մեջ, նկարչության մեջ եւ այլն, փորձում են մի հատ տենց ձևով հարմարացնել իրենց արվեստը, որ համ այդ հոգևորը ըլնի, համ ժամանակակից արվեստ ըլնի։ Այսինքն ես դրանով եմ բացատրում, չնայած նաև հետո իրան քայլ առ քայլ, հատկապես Տարկովսկին սենց լրիվ, սենց մտնում է հոգևորը տանում է, չէ՞, սենց լրիվ։ Ну, մեր բանը այդքան չէ, ավելի Փարաջանովի մոտ, որ մինչ ռուսական իմպերիայի այս մշակույթը միավորում էր վրացի, հայ, ադրբեջանցի, թուրք, չգիտեմ, պարսիկ եւ այլն, sense ինչ որ մի հատ sense շերտ կար։ Հատկապես Դեսայատնովանը գիտեք, եռալեզու է, իր գործերը եւ այլն, sense մի հատ sense հետարքիր բան էր։ Նաեւ տալիս էր հնարավորություն, որովհետեւ վարկածները շատ է ոնց է ապրել, ինչ է եղել Դեսայատնովայի հետ, ոնց է մահացել, բան, sense կարելի է մի քիչ հնարել, ինքը շատ էր սիրում sense հնարել, բան։ Տոնի կինա, տոլի տղամարդա, տոլի չգիտես ինչա, sense ինչ-որ բաներ, sense երազ է։ Դե եկեղեցի էլ կա, ինչ-որ ոչխարներ են մտնում իհարկե։ Բայց քանի որ ինքը քանի անգամ մեղադրվել էր դրանից առաջ է, ուրեմն գեյ ելնելու մեջ, միասեռականության մեջ, ուրեմն էլի է մեղադրվում, ձերբակալվում, դա էլ, ուրեմն կադրը, հա, փոխենք։ Նայեք, Անդրեյ Տարկովսկին ասում է, տենց պրիմիտիվացնել կինոն, ոչ մեկը իրան թույլ չի տա, էլի, ելնելով պրոֆեսիոնալ, դա շատ դժվար է անել։ Նկարել կինո, նենց, ոնց որ դու կինո չես տեսել ընդհանրապես կյանքումդ։ Մենակ նկարչություն ես տեսել, ասենք էլի։ Սենց ինչ-որ սենց կադրեր, բաներ, հիշում եք։ Եվ ես ուզում եմ մի հատ է որ փոխես։ Այս մարդուն էլ իմանաք դուք, Պիեր Պաոլո Պազոլինի մի խոսքով։ Հավատավոր կոմունիստ, ստալինիստ։ Այդ գծի կոմունիստ, էլի։ Ու երբ որ հիշում եք այն որ սպառողական հասարակություն եւ այլն, դե արդեն Մոսկվայից ասել են, պայքար եք դրա դեմ։ Սա ինչ վիճակ է։ Մենք չենք կամ ապահովենք մարդկանց լավ կյանքը։ Ցույց տվեք, որ լավ ապրելը վատ բան է։ Ինչ քաղաքականություն է դա։ Գաղտնիք վատ ապրելն է։ Հեղափոխությունը որ վատ ապրենք։ Եվ սա որ մի հատ իր ֆիլմի կադրն է, ըստ Մաթեոսի, հա, որտեղ Հիսուսը լրի բանվորական շարժման, տեսել եք այդ ֆիլմ, նայեք, շատ լավ ֆիլմ է։ Հեղափոխական, հա, էլի, բանվորական շարժման։ Իդեպ, այն նկարիչը, որ ասեցի ֆրանսիական դիմադրության շարժման նկարիչ Բեռնար Բյուֆեն, հայտնի էր դառը 19 տարեկանում, էլի նկարելով Հիսուս Քրիստոսին, այլ խաչելություն, հա, սենց ավոյս կա, մի հատ կին է, երեխեն, բան, սենց, ոնց որ այսօր է, սենց, այսինքն այս սոցիալիզմի կամ սովետականա մոտ արվեստագետների հիմնական բանը այն է, որ ժողովրդին հասկանալի պետք է լինի։ Դե ժողովուրդն էլ հետ ամենած հավատացյալ եւ այլն, ուրեմն դրա վրա պետք է խաղաս, հա։ Ինչև է այս ֆիլմը արդեն երևում է, որ մեր Փարաջանովը ազդել է Պազոլինի վրա։ Ֆիլմը կոչվում է 1001 գիշերվա ծաղիկը։ Տեսել եք այդ ֆիլմը։ Դե 1001 գիշեր գիտեք, երևի դա արաբական։ Բայց ինչն է հետաքրքիր, որ հատկապես այս, ուրեմն հենց այս կադրը, երեխեք, աֆիշայի վրա էր։ Պատկերացնում եք, ինչ ռևոլյուցիա։ Էլ չասած, որ ընդհանրապես շատ լիքը բաց տեսարաններ կա ֆիլմի մեջ, բայց որ նաև այս աֆիշան է։ Եվ ես պատահաբար մի հատ կադրը որ փոխես, հայտնաբերեցի, որ սա ղաջարական մինիատյուրայի ազդեցություն է։ Հետաքրքիր մի բան։ Իհարկե, դե մեկը տղա չի, մյուսը աղջիկ, բայց ամեն դեպքում
Այսինքն այդ արևելքը, որ ավելի ազատ, որ ավելի էրոտիկ, որ ավելի հիշում եք 59 թվին էրոսանոց ցուցանդես է եղել։ Ընդ արևելք չկա այդ տեսակ, հա, սյուրռեալիստներ ավելի առաջադեմ բաների վրա էին։ Կար, այսինքն էլի սիրում էին քարանձավ, չգիտեմ ինչ, դադայիստներ էին, հա։ Բայց որ տենց մեկը բարձվի իսլամական աշխարհը նենց մի հատ գաղտնիքներ ունի, նենց լավն է։ Դե գումարեք նաև որ Իսրայելը հաղթում է, Սովետ օգնում արաբներին, բայց մեկը չի կարողանում։ Ոնց պատահեց, որ մարդիկ հեղափոխություն են անում, որպեսզի լավ ապրեն, աշխատավորները, բաներ, մենակ ազնվականները չէ, էլի լավ ապրեն, բոլորը։ Մեկի ասում է պետք չի լավ ապրել։ Հակառակը։ Լավ ապրել շատ վատ բան է։ Լավ որտե են ապրում։ Այդ փտած արևմուտքում։ Բա։ Կփոխեք։ Էլի ուրեմն արդեն վերջ շրջանի ֆիլմերը դե գիտեք երևի, որ ոյ Սուրամի, հա, Բերթի լեգենդա, հա։ Ուրեմն ես միշտ մտածել եմ, որ Ափսոս Փարաջանովը չի ունեցել այդ ազատությունը եւ այդ հնարավորությունները, ինչը իր գոլեգաները արևմուտքում։ Թե չէ ինքը իսկապես այդպես կարող է մեծ տենց հետաքրքիր շատ բաներ անել եւ օրինակ նայեք Տարկովսկու դեպքում տենց չի։ Երևաց, որ ինքը գնաց արևմուտք, հա, փորձեց նկարել Բերգմանի ազդեցությամբ էլ մնաց, էլի։ Դե Բերգմանն էլ, հա, սյուրռեալիստ, եթե մորու բացատ ֆիլմը նայեք, հրաշալի ֆիլմ, հա։ Մի խոսքով, էլի կադրը փոխեք։ Հա, նայեք, արևելք, արևմուտք, ասենց այս խառնուրդը ոնց որ ղաջարական արվեստի մեջ որ ասեցի արևմտյան արվեստի արևելյան ինտերպրետացիայով մի հատ է կադրը որ փոխես, ես էլ ինքն է իր այդ կադրերի հետ Աշուխա Հարիբնա եւ մի հատ է փոխեք Այն սյուրռեալիստական գործը հիշում եք, որ սկզբից ընդ մի մոմենտ ցույց տվեցի ազդեցությունը, հա, այդ իր կոլաժների, բաների վրա։ Ինքը իհարկե չուներ այդ ազատությունը, այո, կարելի ասել իմ տպավորությամբ, որ Փարաջանովը ոնց որ տիկնիկներով խաղա, հա, sense փոքրիկ աշխարհ ստեղծի, տենց իրան թվա, որ ինքն էլ է այն ազատ աշխարհում, էլի։ Մի հատ էլ փոխենք։ Ուրեմն նայեք, նույն ժամանակ Վիեննայում կոչվում է վիեննական ակցիոնիզմ է շարժումը արվեստագետներ կային, որոնք ի տարբերություն մեր Փարաջանովի կարող էին անել, ասենք, իսկական միստերիաներ։ Միստերիան գիտեք ինչ է։ Այն որ թատրոնից էլ առաջ։ Եվ Հերման Նիցշե, որը ուրեմն նույնիսկ մանիֆեստ էր, գրե Գառնուկի մանիֆեստը, Գառնուկ գիտեք դեմ Հիսուսի, հա, նշանն է նաև ու տենց թատրոն էր բացե կոչվում էր օրգիա միստերիա։ Էլի փոխենք։ Այսինքն այն ինչ որ կերազեր, հա, ցանկացած հայ արվեստագետ երևի Որտեղ հայերներ են սիրում։ Այդ արագեղեցիկի միստերիան, այդ սենց հեթանոսա քրիստոնեական մի խոսքով խաղող ճզմել, չգիտեմ, ինչ որ տենց զոհաբերություններ էլի փոխենք։ Ուրեմն 60-ական թվերից վերջերս է մահացել Նիցշե։ Ինքը նաև գրում էր երաժշտություն, գրեք Հերման Նիցշե։ Աբստրակտ երաժշտություն է։ Այսինքն այս ընթացքում, որտեղ այս միստերիաները անում են, նաև հնչում է
երաժշտությունը։ Այսինքն sense թատրոնի մի ֆորմա է, պերֆորմանսի, որը սկզբից այն որ 60-ականներին անում, այո, դա սկանդալային էր, նույնիսկ ոստիկանություն գալիս ձերբակալում էր, թե ինչ խայտարակություն է, այս ինչ է կանում եւ այլն, բայց հետո ինչքան իրանք դեռան հայտնի արվեստագետներ, այնքան դա էլի փոխենք, այն էլ ինքն է արդեն կյանքի վերջում դե իհարկե սա արյուն չի, մեկ օգտագործում է իսկական, հա, տենց կենթանու, բայց ավելի շատ ներկեր են եւ այլն, որովհետեւ այդ կտավները հետո sense ցուցադրվում է, այնտեղ ոնց որ Փարաջանովի, հա, ֆիլմերում կան, դեռ չեմ ասում, որ ինքը ազդվել է Փարաջանովից, որովհետեւ ինքը ավելի շուտ է արել, այսինքն զուգահեռ բան է դա։ Այսինքն դա մի հատ ֆենոմեն է, որ երբ որ դու ուզում ես հասկանալ, ինչ բան է թատրոնը, ես ինչ եմ զբաղվում, ասենք թատրոնով։ Դե կինոյով կամ, հա, դու գնում ես այդ ակունքներ, հա, սկիզբը, ու հայտնվում ես այդ միստերիաների մեջ։ Միստերիան դա ոնց որ եկեղեցին ինչ անում, սրբազան, sense մի հատ ռիտուալ, որտեղ գինի է տալիս իբրև արյուն, հա, հաց է տալի իբրև մարմին, հա, sense այս փոխաբերություններն, հա։ Դե թատրոնն էլ ինչ է, որ իրեք կողմից փակել են, եւ մենք մի տեղից sense նստած պիտի նայեք։ Իսկ միստերիայի ժամանակ դուք շուրջը կարաք պատտվեք։ Նույնիսկ մեկ ձեր վրա էլ կարող է այդ թռնի բլագադացը։ Ինչևէ, հաջորդը, ուրեմն սա էլ արդեն մեր ուրեմն ցուցահանդես որ Վիեննայում ենք արել, որը կոչվում էր Ադիո Փարաջանով, դրա համար եմ ուզում ասել, ստեսություն Փարաջանով։ Ինչի որոշեցինք այդ վերնագրով, երբ որ մենք դեսկոտից ասեցի, որ մենք երրորդ հարկանով, հա, խումբ ունենք, ու այդ առաջի ցուցահանդեսը 87 թվին, երբ որ արել ենք նկարչների միության երրորդ հարկում, մեկ էլ Իգիթյանի հետ եկա Փարաջանովը, մենք էս բոլորը սպասում ենք, որ ես իմ ժամանակակից արվեստագետ եմ, երեխեք, դա մի հատ սովորական ռաբիս հետ ամնաց մի մարդ։ Այսինքն ինքը լրիվ գաղվել էր այդ Աշուղ Քարիբ Մարիբ, հա, էսենց էլի, պրինցիպը ինչ ժամանակակից արվեց։ Հնարավոր է ինքը զգում էր, որ այդ կոնֆլիկտ պիտի լինի այս կովկասյան ազգերի մեջ եւ ինքը իր համար այդ ավելի կարեւոր էր։ Բայց դրանից չի խոսացել, ուղղակի ասես մի տեսակ ինչ որ փնթփնթոց դժգոհություն։ Քիքին էլ ասեց, դե ստեսություն Փարաջանով, մենք է կարծում ենք դու տես, մեզ կհասկանաս, դու տեն ժամանակակից արվեստագետ ես։ Մի խոսքով, հա մյուս կադրն է դիր, այս վերջի կադրը, այս էլ ուրեմն մենք տենց հիմնականում այդ Ադիո Փարաջանով ցուցահանդեսի ժամանակ ներկայացնում ենք այդ տեսակ դոկումենտներ, բաներ, փաստավավերագրական, նաև Ազատն է, ուրեմն Սարգսյան ընդեղ այդ որ փուչիկա sense փչում, իմ ուրեմն մի հատ sense փոք կտավ այնտեղ, որտեղ գրած է գաղափարախոսություն, իսկ նկարված է 68 թվի Փարիզյան այդ դեպքերի, հա, մի հատ կադր, հիմնականում էլի այս sense ոնց որ ես խոսում եմ, այնտեղ էլ ուրեմն տենց հանդիպումներ էր արվեստագետների հետ, նենց որ դուք հիմա կարող եք ինձ հարցեր տաք, դες ինչա հետաքրքրում իմանալ ժամանակակից արվեստը, Փարաջանովը։ Դե ինձ թվում է, որ գնաք նաև թանգարան նայեք, կտեսնեք, որ Փարաջանովը ինքը տվեց այդ հնարավորությունը, որ Իրան դարձնեն պահպանողականության խորհրդանիշ։ Չլինելով այդպեսին, ինքը տենց չէր սկզբից։ Բայց դե գիտեք ոնց ինչ հեշտությամբ, չէ՞, ոնց որ մեծն կոմիտասը, մեծն այս մեծը կպցնում են, ու չէ՞ բացատրում ինչա տենց մեծն է խեղճ կոմիտասը։ Ոչ ինքը կապ ունի Վագների ուրեմն հետ կամ իմպրեսիոնիստների հետ, տենց ինչ որ տենց օթի մեջ, բոլորը օթի մեջի հանճարներ։ Ես ցույց տվեցի, որ ինքը տենց մի հատ կոնտեքստի մեջ էր, մեր Փարաջանովը։ Շնորհակալություն։ Տեխնիկական թվա, բայց վերջին սլայդին անդրադառնանք, ասում եք փաստաթղթեր են, ինչ փաստաթղթեր են։ Սենց ասեմ, կա modern art եւ կա contemporary art։
Իհարկե, Փարաջանովին կարելի է համարել արդեն contemporary, արդեն նաև գիտեք postmodern sense տերմինով, հա։ Որովհետև այդ շատ դժվար է սահմանել postmodern-ը երբ է սկսում։ Դրանք սյուրռեալիզմով է սկսում, թե pop art-ով է սկսում, հա, այսինքն 60-ական թվերին, թե ավելի շուտ։ Ինչևէ համարվում է, որ սկսվում է ուրեմն pop art-ից հետո, հա, այսինքն 50-60-ական թվերին այն ցուցահանդեսը, որ ասեցի կենցաղային pop art-ի մի հատ հայտնի գործ կա, Աֆիշա Համիլտոնն արե, ուրեմն եղել է դիզայնի ցուցահանդես, նախ որտեղից է այդ տերմինը, չէ՞ pop art, հենց այդ ուրեմն Աֆիշից դիզայնի ցուցահանդես վերնագիր եղել է այն, ինչ դարձնում է մեր կենցաղը այսքան հաճելի եւ չգիտեմ ինչ։ Ու կոլաժը, որտեղ sense մի հատ կին է, գլխին այն որ բանն է, բիկուտիների բան, չգիտեմ։ Sense կոլաժը տարբերից է կենցաղային բան, մի հատ sense տղա է, sense ինչ որ կանգնած, դել pop-ա գրած, հա, pop։ Օրինակ ամերիկյան, հա, pop արտիստները հայտնի է, Ռաուշենբերգ, Ջասպեր Ջոնս բանման, նրանք ավելի նեոդադա են իրանց ասում, որովհետև ճանաչում էին, հա, անձամբ Մարսել Դյուշանին, եւ այլն, ավելի այդ գծի մեջ, դե այն սյուրռեալիզմի ցուցահանդեսը իմիջիայից որ ցույց տվեցի, կազմակերպիչը Մարսել Դյուշանն էր։ Էլ ինչ ասեի, հա, ինչեր ենք մենք ցուցադրում։ Հիմնական այդ հայկական ժամանակակից արվեստի, բայց contemporary իմաստով ժամանակակից է։ Ուղղակի մեր թանգարանը, որ գրած էր ժամանակակից է, պիտի լիներ արդի արվեստի թանգարան։ Որտեղ մոդեռնը թարգմանվում է արդի։ Իսկ հետո ասում են ժամանակակից։ Դա շատ տենց արվեստաբանական տերմին է։ Չգիտեմ, սենց բացատրեմ, որ մոդեռնի դեպքում արտիստը կարևոր է, այսինքն այդ ժեստը, հա, այն որ Ջեքսոն Պոլոկը sense մի հատ գետնին բրիզ գարեց, հեղինակի, բա շատ կարևոր։ Հա, հետո այդքան հեղինակը չի կարևոր, ինչքան իր այսպես ասած մեսեջը, կամ այն կոնտեքստը, որտեղ ինքը այդ արեց։ Բայց դա ընկալման հարց է, նախ Պոստմոդեռնիզմի երկու տարբերակներ կա, մեկը այդ որ ասում են հետ ճշմարտություն, չգիտեմ ինչ, լրի մանիպուլյացիաներ, այնտես բաներ չկա, ոչ մի հետ ճշմարտություն, եւ հենց այդ սկզբից էլ երևում էր, որ դա կոմունիստները մեջ են, դե հիասթափվեցին, չէ՞, կոմունիստները մեկ է բոլորը պարզվեց իրանք դեմոկրատներ են, երբ որ իրանք բոլորը զինված ապստամբության կողմնակիցներ են, ինչ դեմոկրատ, ինչ ընտրություններ, այդ մարդիկ չեն պատկերացնում ընտրությունը ինչ հա։ Նախ ժողովուրդն ով է որ ընտրի, շատ տխուր մի բան է, լինել կոմունիստ։ Ինչու, որովհետև Մարքսի մոտ արդեն կա մանիպուլյացիա։ Կապիտալիզմը ինչ է արել Ֆրանսիան, առաջի տենց կամ Ամերիկան կամ Ֆրանսիան։ Իրանք ազնվականներին զրկել են առավելություններից։ Մինչև այդ գիտեք, օրենքով ուղղակի կային դասակարգեր, էլի։ Դասակարգեր նույնիսկ ունեն իրենց շորերը, հագուստները։ Հնարավոր չէ դասակարգը տենց հեշտությամբ անտեսել։ Ֆրանսիական հեղափոխությունը կամ ամերիկյան հեղափոխությունը հավասարացրեցին մարդկանց։ Դրա համար կապիտալիզմի լոզունգը ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Հիմա դա Մարքս ասում է, չի եղել այդ, էլի կան դասակարգեր։ Ինչի բա բոլորը լավ չեն ապրում, չէ՞, այ դրա վրա խաղում, հա։ Եվ իբրև թե այ մենք որ գանք, մենք դա կապահովենք, բայց քանի որ իրանք որ գան, իսկ արդեն բյուրոկրատական է, չէ՞ պետությունը, հա, Հեգելը իր դասատուն։ Արդեն ասում էր պետությունը դա հենց բյուրոկրատիան է։ Այս բյուրոկրատիան դառնում է ազնվականություն։ Եվ այլևս ինքը չի տալիս իշխանությունը ուրիշին։ Պետք է հաղթահարել բյուրոկրատիան։ Այս սովետական միությունը հենց դրա օրինակ էր։ Մարդիկ կան զինված ապստամբեցին, գրավեցին իշխանությունը, դարձավ բյուրոկրատների դիկտատուրա։
Կարող են դեղ իրար մեջ ուտում են, գզում են իրար ինչ են անում։ Ամենայն դեպս այլ ոչ մեկը չի հարցնում ժողովրդի, ոչ կարծիքը, ոչ միայն տնտեսության մեջ ոչ մի տեղ։ Եվ դա ինչ որ իմաստով ֆեոդալիզմի նոր դրսևորումը։ Շատ դժվար բան է իշխանությունը փոխանցել, նենց որ մեր հարևան Ադրբեջանը շատ մեծ խնդիրներ ունի։ Ոնց է փոխանցելու իշխանությունը, դե իր դեպքում, հա, հերը կարացավ։ ՑԿ-ի քարտուղար Մոսկվայից։ Դե օրինակ մեր Դեմիրճանը տեսեք, սոտիկի երևի այդպես մարդ չէր, էլի։ Այդպես բան չարեց կամ չգիտեմ։ Ես որքանով ընկալեցի, շատ հետաքրքիր է, իհարկե դուք արվեստի ճյուղերը, բնակավարները, հետազոտությունները, ուղղությունները անմիջականորեն կապում եք քաղաքականության հետ, տնտեսության հետ, դասակարգերի պայքարի հետ։ Հիմա հարցը սենց դրական է։ Կամ ներկայումս, կամ ձեր նկարագրած ժամանակաշրջանում, այսինքն 600-200 տարվա ընթացքում արվեստը, որը դուրս է քաղաքականությունից, տնտեսությունից, դասակարգերի պայքարի տեսարի զուտ, մաքուր, միայն արվեստն է, եւ երկրորդ հարցը ըստ ես կա սյուրռեալիստական կինո ներկայումս, եւ եթե կա, կխնդրեմ օրինակ բերեք, եւ ինչ տեսնում է այդ սյուրռեալիստական կինո։ Սկզբից այդ պատասխանը, որովհետեւ ամենաշատ սյուրռեալիզմը հատկապես կլիպների վրա է, երաժշտական կլիպները, համարյա բոլորը, ուրեմն, հա դե կինոյի ժանրը չէ դա, սկսած Beatles-ի ուրեմն են հայտնի Yellow Submarine-ից, հետո ռեկլամների մեջ է շատ սյուրռեալիզմ օգտագործվում, իրանք արդեն սյուրռեալիստները այն ժամանակ էին նկատել, որ դա կա, իսկ կոնկրետ կինոների մեջ կան շատ հայտնի, հա, ռեժիսորներ, նաև ֆանտաստիկ, հա, տեսակ ժանրերի կինոյի մեջ է շատ օգտագործվում, դե կինոն հիմա շատ է տալի այդ հնարավորությունը, հա, սյուրռեալիզմի օգտագործման, ես կարծում եմ, որ սյուրռեալիզմը միանգամից դարել է շատ հարմար, օրինակ Հոլիվուդի համար, հա, եւ Հիչկոկը շատ տենց խորամանկ ձևով օգտագործել է, Հիչկոկն էլ պահպանողականների մեջ է։ Հիչկոկ Դալի, հա, գիտեք երևի տեսակ կինոներ կան, նկարված ինքը տենց օգտագործում էր նաեւ օրինակ այդ թռչունները հարձակվում են, չգիտեմ ինչ, եթե տեսել եք Հիչկոկի կինոները, հա։ Ուժասի, հա, այդ սարսափի բանը պահը, ուրեմն ես որովհետև չեմ սիրում կինո նայել։ Հոգնում եմ, ինքան պրոֆեսիոնալ ռեժիսոր ընկերներ եմ ունեցել, որ իրանք ինձ անդադ որ տես բան, ես կինոն նայում եմ սկսում եմ նայել այդ թերությունները, չգիտեմ ինչերը եւ այլն, դե չեմ կարողանում նայեմ, վայելեմ կինո, դրա համար չեմ նայում։ Եթե նկարչության մեջ ենք նայում, դուք ինքնդ արտադրեցիք, միգուցե բառացի չվերարտադրեմ, չկա տրամաբանություն։ Անիմաստ։ Այո։ Այս կտրվածքով ենք մենք նայում, այսինքն Ֆրոյդյան մոտեցումը, հա, ենթագիտակցական, անգիտակցական շերտ։ Որ սուպեր իմաստաբերում, էլի կինո, հա, այդ աստիճաններ անիմաստ կինոն անիմացիաներից դուրս։ Եթե սա ենք մենք ընկալում որպես սյուրռեալիստ, ես անձամբ բազմաթիվ ֆիլմեր եմ նայել, իմ կարծիքն եմ ուղղակի ասում, սյուրռեալիստական կինո իմ կարծիքով չկա, որովհետև եթե լինի, ուրեմն պետք է ինքը լինի ոչ տրամաբանական, ոչ սկիզբ, ոչ ավարտ, ոչ իմաստ։ Չէ, այդ իմաստով երբեք չեն կարող ասել։ Կարծում եմ չկա։ Չէ, չեն կարող ասել։ Այս ասել։ բնակավարում չկա։ Նայեք, ասենք թե այդ բանը անդալուզիական շունը։ Նույնիսկ դա այդքան մաքուր սյուրռեալիզմ չի։ Հա, որովհետև լրիվ կոլաժային է, սենց, հա։ Նույն ֆանտաստիկան, հա, կարող են ընկալել։ Բայց արդեն օրինակ ոսկե դարը ակնհայտ քաղաքական քննադատություն է զգացվում։ Դրա համար Դալին դժգոհ է։ Օրինակ բուրժուազիայի, չգիտեմ, համեստ հմայքը էլի լրի տենց սյուրռեալիստական կինո է ընկալվում, բայց քաղաքական բանը շատ ուժեղ է։ Հիմա արդյոք արվեստ կա, որը քաղաքական չի, չկա տենց արվեստ, որովհետև երբ որ արվեստը քաղաքական չի, ինքը արհեստ է։ Եվ արվեստը անջատվել է հենց արհեստից,
6-րդ դարում 510 թվականին Հունաստանում, Աթենքում, երբ որ դրվել է քանդակ քաղաքական դեպքի հետ կապված, եւ որ սպանել են դիկտատորներին, հա, տիրանաուբիցի այդ քանդակն է, այն աստիճան ցնցող ա եղել այդ դարի համար, որ Քսերքսեսը Իրան Պարսկաստանի թագավոր մտածել է, որ հույների ուժը գալիս է այդ քանդակից։ Եկե հարցակվել այդ քանդակը գողացել տարել է, բայց հույները կրկնել են միանգամից եւ բարձվել է, որ ուժը գալիս է այդ ազատությունից, այսինքն արվեստը մի բան է, որը ուրեմն տես ոնց որ կրոնական այդ կրկնվող բանից տարբերվում է ռիտուալայինից։ Հա, այդ ծեսից տարբերվող մտածել տվող փիլիսոփայության նման։ Որ ինչն է որ տարբերում է փիլիսոփայությունը կրոնից։ Որ դոգմատիկ չի, ինքը իրան նախ պիտի սահմանի։ Ինչ է ինքը անում։ Ամեն անգամ արվեստագետնել։ Ինքը սահմանում ենք իրան, հետևաբար տարբերվում է ֆուտբոլից, որտեղ ֆուտբոլիստը հենց ուզենա ստեղծագործի, միանգամից դուրս կանեն։ Չէ՞, պետք է կանոնը պահի։ Իսկ արվեստը մի ձև է, որտեղ կանոնը սահմանում է արվեստագետը, ոնց որ մեր Փարաջանովը։ Այն մյուս արվեստագետը ասում է, վայ, ասում է, ինչ լավ բան ա մտածել։ Ինքն էլ է գնում նայում, վայ, ղաջարական արվեստ է, ինչ բան է, չենք իմանում այդ ինչ է, բարձվում է, ինչ էրոտիզմ է, այս ֆրանսիացիները իրանց երևակայում են այս սյուրռեալիստները, արևելքը, գիտեք չէ, sense երեխու տեղ են դրել արևելքին։ Հասկացեք։ Վայ, խեղճ արևելք, դե ինչ հան, դե երեխա են էլի։ Ռասիզմ կա դրա մեջ, երբ որ գովում են։ Իբր գովում են, էլի։ Ես այդ պահը դրա համար չեմ սիրում արևելքի, այդ գովքի բանի, որտեղ ինքս արևելքցի եմ, չէ, փաստացի։ Ստացվում է, վայ, ինչ լավն եք դուք, դե անխելք բաներ եք գիտենք։ Այն էմոցիոնալ, տալիս սպանում եք իրար, բան, այդ գիրք կա ձեր մեջ, էլի։ Այս գիրքն էլ ռուսները սարքել են, փիլիսոփայություն, յանի թե պասիոնար, passion բառը թարգմանել են, որ համել ֆիրմա է հնչում, էլի։ Պասիոնար, նա դեբիլ գրող էլ կա, անունը Դաստոևսկի, ապուշ մաքուրերը, եթե կարդացել եք, այդ ինչ է գրում, այդ բեսի, հելը կարդացեք, համեղ հայտարարություն է, բայց շատ պապուլյար, որովհետև մեղքեր ես գործում և այդ մեղքերի շնորհիվ գնում ես ասում ու թե ինչ, այն աստիճան հասավ, չէ, ես մեր ռաբիզը, որ մի հատ մեղք է մնացել, փաստորեն գողանալ, ավազակություն, բայց ամեն ինչ օքեյ է, դա ոչ մի բարոյականության խնդիր չկա, մի հատ, սեքսուալնեսը, այդ լավ չի, որովհետև բա ինչ իմանամ այս հարստությունը որ թալանել եմ ում եմ տալու, չէ, ժառանգության հարցն է, ընդամենը, թե չէ, ալան թալանի գեղեցկություն իհարկե, դա հրաշք է, տենց բան չի եղել անցյալում, իրանք հնարում են այդ անցյալում, անցյալում մարդիկ շատ լավ էլ վախենում են և սուտ ասելուց, Զախարաբաները բաները նենց են սուտ ասում, ոնց որ շնչում են, հիչ իրանց համար պրոբլեմ չի, մի խոսքով, Դուք ձեզ համարում եք աշխարհի բնակիչ, թե նախ եւ առաջ Հայաստան։ Չէ, ես նույնիսկ իմ նկարությունը ձևակերպում եմ հայկական պոպ-արտ։ Դե իմ մասին տենց էլ գրում են հայկական պոպ-արտիստ։ Ես նայեք, երեխեք, քաղաքացի բառը շատ եմ սիրում։ Հա, դուք էլ օգտագործեք։ Ոչ թե ուղղակի հայ ժողովուրդը, որ չես հասկանում որտեղ է։ Այլ ասենք թե քաղաքացին։ Այդ դեպքում գալիս է որ կա իրավունքներ, պարտականություններն էլ, բայց հիմնականում իրավունքների հետ է կապված,
հատկապես contemporary art-ը, հա, այդ որ տարբերվում է մոդեռն արտից, որտեղ մոդեռնը ավելի ռոմանտիզմի նման է։ Այսինքն ես հանճար եմ, դրա վրա են մեծ կոմիտաս բանման։ Այսինքն ինքը հանճար է, ասես մասի սարի վրա կանգնել, ասես ներքև են ինչ որ մրջուններ են, այն ովքեր են ընդ Նիչեի ասած, Նիչե լավ ձևակերպել է, վերջի ինքը ռոմանտիկն է։ Ասում է, երբ որ դուք բարձրանում եք, դուք միշտ նայում եք ներքևից վերև։ Իսկ ես միշտ նայում եմ վերևից ներքև, որտեղ ես բարձրացել եմ արդեն։ Եվ այդ հանճար, մեծամիտ, հա արվեստագետը, ոնց ոչ մեկ ինձ չի հասկանում, այդ ռոմանտիկական բան է։ Գալիս է իմիջայլոց, հենց ֆրանսիական ռոմանտիզմից, եւ երբ որ դες քննադատում են, հատկապես ժուրնալիստները, նրանք են որ ոչինչ չեն հասկանում, հենց որ դες ասում են, որ դա վատնա, դե օրինակ Մինաս Ավետիսյանի մասին ասում են ապազգային արվեստ։ Դա նշանակում է որ լավ է արդեն։ Եթե ժուրնալիստը չի հասկանում, որտեղ ժուրնալիստն է դե փիլիսոփան է, չէ՞, ժամանակակից ամեն ինչից գրում է, ամեն ինչ հասկանում է, վրա է տալի միկրոֆոնով, հարցել չի տալի, պնդում է անում, չէ՞։ Մի խոսքով այդ ձևակերպումը ռոմանտիզմի եղել է սկսած Էժեն Դելակրուայից եւ 30-ական թվեր 1800 աշխարհի քաղաքացի ինչ իմաստով, որ ամբողջ մարդկությունը մի ընտանիք է, որ ամբողջ երկրագնդով մեկ ապրում է, բոլորը ունեն այդ իրավունքները եւ շատ տգեղ է, երբ որ մենք համարենք, որ Աղվանստանում ապրում են փոքրիկ երեխաներ, որոնք բան չեն հասկանում։ Դե իրանց պետք է օգնել, բայց ինչ հետաքրքիր մշակույթ ունեն, ինչ հետաքրքիր է իրանց խորովածը։ Վայ, ինչ համով է։ Դե իրակ տենց են, վայրենիներ են, կանանց սպանում են եւ այլն, բան դե ոչինչ։ Ինչ արած։ Չէ, ամբողջ աշխարհը նույն ուրեմն տեղից ենք մենք, Աֆրիկայից ենք։ Ինչքան է դա աբիդնի չի ռուսների համար։ Երկու հարցեր էլի։ 87 թվի ցուցադրության մասին Նկարիչների միության 3-րդ հարկի։ Հա։ Իգիթյանն ինչ ասեց, այս առաջին հարցն է, ու իր գաղափարախոսությունը որն էր։ Իգիթյանի։ Ձեր ցուցադրության ու իր կարծիքը ինչն էր, եթե Փարաջանովը ուղղակի լռեց կամ հեգնական ինչ-որ բան։ Նայ ինչն էր, որ 6-րդ տևեց, մենք ցուցադրել ենք։ Երրորդ հարկը հենց Երրորդ հարկը դա ցուցած սրահ չէ։ Չէ, դա բան է, կոնֆերանս դահլիճ էր եւ ընտրել եք հենց այդ որ պետք է լինի։ Չէ, չենք ընտրել, մեզ սկզբից ասել են կտան։ Ոնց է եղել։ 86 թվին պիտի լիներ ցուցահանդես, սկզբից հանրապետական ցուցահանդեսներն են, հետո դից ընտրում են գործեր, տանում են համամիութենական ցուցահանդես։ Հա, սովետի ժամանակ տենց ձև կար։ Այս հանրապետական ցուցահանդեսը երիտասարդական մենք տալ են գործեր, մեր գործերը մերժել էին։ 86 թվականի նոյեմբեր, թե դեկտեմբերն էր, եղավ քննարկում։ Նախագահը Նկարիչների միության ժամանակ Սարգիս Մուրադյանն էր։ Վեր կացավ, հենց նախագահը, մյուս քարտուղարները սկսեցին քննադատել, որ այս ինչ վատ գործեր եք բերել։ Մեր գործեր, բայց մերժել էին, էլի, նրանք ովքեր բերել են։ Ոնց ենք սա տանելու Մոսկվա, Պերեստրոյկայա, Միազատա ժամանակը, այս ինչ բիձեքի նկարչություն եք անում։ Քիքիներ sense կողքից արմա, դե վեր կաց խոսա, էլի, մեր գործեր մերժել են, վերջը երբ պիտի խոսա։ Դե բարձրացա ամբիոնի մոտ, ասեցի, ցուցահանդեսը վատ է ստացվել, որովհետև դուք եք ընտրել։ Ընդդեմ մեկը վեր կասավ Արման, ես քո գործին կողմ եմ քվեարկել։ Բայց մեկը չէր անցել իմ գործը։ Հա, դե Սարգիս Մուրադյանն ասեց, լավ, այդ դեպքում մենք կտանք հնարավորություն, որ թող երիտասարդները իրանք ընտրեն, ինչ գործեր, որ համարում են, որ ավելի հա լավն են։ Դե մենք ուրախացանք, մտածեցինք, որ կտան սովորական դահլիճ ցուցասրահ։ Բայց տենց հետո գնացինք, մեկը պարզվեց արդեն մի տարվա ամբողջ ծրագիրը կա եւ իրանք դահլիճները չեն կարող տալ, կարող են տալ այդ երրորդ հարկի կոնֆերանս դահլիճը։
Ես էլ իմ ընկերների հետ մտածեցի, որ այդ դեպքում մենք կանենք մի շաբաթ, ամեն օր, ասենք մեր գրականություն, չգիտեմ, ջազ, break dance, punk rock, այս տեսակ բաներ։ Ու տենց ոնց որ ֆեստիվալի նման։ Պոեզիա, որ արգելված է եղել, դե այսինքն ինչ որ արգելված էր, էլի, սենց։ Այդ էր, հիմնական մեր երրորդ հարկի գաղափարը, ոնց որ այդ արգելվածի։ Իսկ եթե համաձայնացրել եք իրանց հետ թե չէ։ Չէ, իրանք եկան տեսան, շատ հավանեցին։ Վիդեոն էլ կա, որտեղ Սարգսին Մուրադյան ասում է, դե բայց այս ամենը վաղուց արված։ Բայց Հայաստանում Չէ, ինչ արժան վաղուց արված, ուրեմն իրանք ուզում են Ռեմբրանդի նման նկարեն, այդ վաղուց արված չի։ Կամ Նետարկի բան կա, չէ՞ դրա մեջ։ Բայց որ դու ես անում, դա վաղուց արված է։ Չգիտեմ, բայց երրորդ հարկը մի անգամից տենց բան եղավ, հավանել են, տենց չի, ես չեմ կարող ասել, որ չեն հավանել, գրվել է ինչ-որ հոդվածներ, քննադատական եւ այլն, ուրեմն այն Սոյուզն են, նույն այդ, որը մեր գործերը չէին անցել, բայց այդ Սոյուզն 17-րդ մալադյոժնի Սոյուզնի վիստավկանա, որը Մոսկվայում էլի ավանգարդիստական էր։ Իրանք դրա համար ստեղ ասին, այս ինչը ոնց ենք տանելու, ինչ ենք տանելու, որտեղ ընդեղ արդեն իրենք գիտեին, որ ընդեղ ընտրել են սա մնացած Սոյուզից, Ղազախստան, չգիտեմ, Կիրգիզիա, Բելարուս, Ուկրաինա, բան, ավելի ավանգարդ գործեր։ Եվ Պերեստրոյկան իսկապես տենց հետաքրքիր ժամանակ էր, որ փորձում են տեղ տալ այն ինչ որ արգելված է եղել։ Հիմնականում ինչն էր արգելված, աբստրակցիոնիզմը։ Կզարմանաք, չգիտես ինչի, աբստրակցիոնիզմից վախենում էին։ Դե նայ պոպարտից։ Պոպարտից վախենում են, որովհետև կենցաղի հետ կապ ուներ ինչ որ լավ ապրելու միտք կար այդտեղ, աբստրակցիոնիզմը երևի որտեղ չեն հասկանում այս ինչա։ Եվ հիշեք, որ Ֆրանսիայում աբստրակցիոնիզմի դեմ անում են միտինգներ։ Այն մեր սիրելի Ժանսեմները եւ այլն։ Ընդդեմ abstract արվեստի արել են ցույց, պատկերացնում եք։ Իսկ ոնց կգնահատեք ժամանակակից արվեստի վիճակը հիմա Հայաստանում ու Ընդհանրապես արվեստի վիճակը թե թանգարանում։ ժամանակակից արվեստի վիճակը Հայաստանում ու առհասարակ կուրատորական գործունեությունը։ Դեկորատորությունը նոր երևույթ էր։ Օրինակ նույնիսկ երրորդ հարկի դեպքում, չնայած Արմանի ցուցահանդես կամ բան, բայց դες կուրատորական չէր, հա, ավելի խմբակային էր։ Կուրատորությունը հետո Նազարեթը երբ որ սկսեց բան անել, այդ ինստիտուտ ստեղծեց, որպեսզի հատուկ դասավանդվի ոնց որ կուրատորը ինքը արվեստագետ է, էլի։ Ուղղակի ինքը տենց ստեղծում է կոնտեքստ, ընտրում է ինչ-որ գործեր, բան, համադրում է եւ այլն, նոր տենց մասնագիտություն է։ Ված չի, ուղղակի դա կապված է թանգարաններ, բաներ, տենց բաներ պետք է լինի, ինստիտուցիաներ պետք է լինի, արվեստի կենտրոններ, թանգարաններ։ Թե չէ արվեստագետները միշտ նեղվում են կուրատորներից։ Բայց ես էլ միշտ մտածում եմ, որ արվեստագետը ինքը կարող է ինքն էլ կազմակերպի, իր ընկերներով, խմբերով։ Այդ այսպես ասած նոր շրջանում ավելի որ կոմերցիոն բաները ավելի շատ է, ոնց որ տենց քիչ է լինում, որ արվեստագետները խմբեր կազմեն, իրար հետ ստեղծագործեն։ Չեմ իմանում։ Իսկ ժամանակակից արվեստի վիճակը ոնց է։ Նույն ձևի էլի։ Չգիտեմ ոնց է։ Այսինքն շատ դժվար էր փոխվում, որովհետև մեր համակարգերը ասենք նկարիչների միություն, Թերլեմեզյան, ակադեմիա, նրանք սպասողական վիճակի մեջ էին։ Ну, պատկերացնում եք, չէ՞ որ սովետը քանդվել է, մարդիկ չեն մտածում, որ ինչ լավ է, որ քանդվել է։ Ասում են, վայ, չեղավ։ Եփա հետ վերականգնվելու։ Ու նստած սպասում են։ Լավ, հեսա էս Լևոնտե Պետրոսյան կհանեն, էս ով է, Արևմտյան, չէ՞, ինչ որ Հեսա կվերադառնան էլի, էս Ելցինն է մեղավոր։ Սան որ հանեն, հեսա կվերականգնվի, էս նավթային դոլարները կգան, պատվերները կգան, այն այնտեղ որ կախած է, այսքան տոննա միս, այսքան տոննա չգիտեմ ինչ,
Դեր դրսի կողմից։ Այսինքն այդ որ էլի կգա սովետական միությունը, հա, այդ սպասողականությունը տենց կա մեր մտավորականության մեջ։ Եվ դրա համար ոնց որ ասենք որ սովորացնում են, ինչ են սովորացնում, հո ժամանակակից արվեստ չեն սովորացնում։ Սովորացնում են այն ինչ որ եղել է 70-ական թվերին։ Ինչի, որովհետև Բրեժնևի շրջանը արդեն դա հենց սովետական մարդու, հա, ձևավորման շրջանն էր։ Ուղղակի այդ սովետական մարդը, որտեղ փակ էր այդ համակարգը, ինքը չէր պատկերացնում, որ տենց վատ է ինքը ապրում։ Որ հարցնում են Բարիս Ելցինին, թե ինչը պատճառ եղավ, չէ՞ որ դուք ցեկայի քարտուղար եք։ Պատճառը ո՞րն էր, որ դուք հիասթափվեցիք սոցիալիզմից։ Ասում է սուպերմարկետը։ Որ ես տեսա, որ խաբեություն է այս ամբողջը։ Ես դրա համար շեշտում սուպերմարկետը, սպառողական հասարակությունը միջև հիմա ձեզ էլի խաբելու է։ Որ ախ դուք զանգվածային երաժշտություն եք սիրում, չգիտեմ, սուպերմարկետ։ Չէ, մարդիկ սիրում են գնալ ընտանիքներով սուպերմարկետում կորել։ Առևտուրաներ։ Ինչու։ Որովհետև դա հավաքչական, որսորդական դարաշրջանի հետ առնչվող տենց բացատրություններ են նույնիսկ տալի։ Այն ավելի մինչ հողագործական աշխարհի այդ զգացողություններն է մեր մոտ արտնաս, որ փնտրես, էս կամ այն, համարյա ոնց որ նույնն է, բայց 100 տեսակի սուրճ, 100 տեսակի, չգիտեմ, բրինձ, այդ փնտրելու, մասնակից լինելու, ոնց որ բնության հետ էս, էլի կապված։ Եվ վերջ-վերջը կոմունիզմ բառը որտեղից է։ Այդ նախնադարյան համայնական, հա, հենց համայնքն է, էլի։ Այն ժամանակ երկիդա շատ փոքր թիվով մարդիկ էին իրար հետ ապրում։ Եվ հիմնական վախ կար օտարից։ Նայեք, սուպերմարկետը ցույց է տալի, որ դու չես վախենում օտարից։ Ասում ես, արի գնա, վերցրա, իհարկե կամերաներ դնում ես։ Սովորական շուկայում սենց իրա դիմաց դրած է, չէ, չես կարա գաս, ես նայում է։ Ընդ մարդ չկա, ինքնա այդ որ կոչվում է, ինքնասպասարկում։ Ոնց թե ինքնասպասարկում, օտար մարդը առաջի ռեակցիան օտար մարդուց վախն է։ Խափի, կսպանի, չգիտեմ, կթալանի եւ այլն։ Ինչպես անել, որ մարդը չվախենա օտարից։ Այդ հիմնական բանն է, դա կրոնն է անում, երեխեք։ Առաջի անգամ որ մտածել են, մի հատ նենց մի բան, ում երևակայությունը ամենալավն է եղել, նրանց քանակը ամենաշատն է։ Պատկերացրիք։ Մեր երևակայությունը, այդքան էլ լավը չի, դրա մենք 10 միլիոն ենք։ Արաբներին ավելի շատ է։ Այսինքն, երևակայությամբ հանրություն է։ Մեկը մեկին ասում է, հա, դու ուղղափառ ես, ուրեմն մենք նույն արժեքներ ունենք, էլ չեմ վախենում մեր քեզից։ Դե գիտեք, որ մեր կրոնն հենց է, որ դու ասենք վրացու հետ չես կա ճաշ ուտես, որովհետև նա ուղղափառ է, մենք չէ։ Կռիվներ հիմնականում այդ արժեքային բանի վրա է։ Այն որ ես ասի ամբողջ մարդկությունը նույն արժեքներով է, որտեղ մակում, հա, այդ է ձևակերպված։ Մենք բոլորս ունենք նույն արժեքներ, այսինքն որ դու հանկարծ տեսնես սև մարդ, չպետք է վախենաս։ Կամ չինացի։ Չէ, բայց նույնիսկ եթե չի հայը մի շրջանից մի շրջան հետ է ասում, որ եթե դու Ծառուկյանի թակավորությունից ես, Դե փաստացու վերջացել է արդեն Ալման։ Էլի Գերմանիան 61 հատ այդ տեսակ թակավորություններ էին։ Ռուսիա։ Բոլորը այդ որ բրեմենյան երաժիշտներ մուլտիկը նայել եք, դա բրեմենը թակավորություն առանց էին։ Այդ որ փորձեցին միավորել, երբ են սկսել միավորել։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո։
Վախենալով Նապոլեոնից, դե ֆրանսիական հեղափոխությունը ինչ արեց։ Ուրեմն իրանք ազգ պետություն էին ուզում ստեղծել։ Ազգ նշանակում է, որ ամենտեղ նույն օրենքը պիտի գործի, բոլորը հավասար պիտի լինեն։ Վեսին շախմատի նման sense բաժանեցին ամբողջ Ֆրանսիան, որպեսզի այդ կնյաժստվաներ, գրավստվաները կորեն մեջտեղից։ Հավասար sense իհարկե հետո վերադարձան թակավորները էլի կռիվ-մռիվ, այդ չի հարցը, բայց այդ գաղափարը արդեն երբ որ կար ազգ պետության, որը նշանակում է չի կարող դու գնաս, ասենք թե հանկարծ Աբովյան քաղաք, այնտեղ պարտվի ուրիշ օրենքներ են։ Պետք է նա ծանոթ լինի, չգիտեմ ինչ։ Իսկ Գերմանիայում էլ նույնիսկ բաներ, շակ բաումներ էին դրած։ 61 պետությունը, հետո դեռավ 16 պետություն, երբ որ միավորեցին, իրանք էլ զարմացան իրանք վրա, որ միավորվեցին, կտան կանցնենք Ամերիկային շարքից, դե Ամերիկա ինչ է, միացյալ պետություններն էլի, մենք էլ կստեղծենք միացյալ պետություններ, այդ էլ Հեգելն էլ տենց մի հատ սենց մի բան հնարեց, այդ գերմանական այդ նացիոնալիզմը հետաքրքիր ֆենոմեն է։ Իսկ ձեզ արվեստը այդ խաղերից շահում է, թե տուժում։ Արվեստի շահը չունի, ինչ է արվեստը, որ շահի, արվեստը լեզու է, որով շփվում են մարդիկ։ Հիմա այդ լեզուն շահում է, թե չի շահում, ինքը տենց ունիվերսալ լեզու է, երաժշտության դեպքում լրիվ ունիվերսալ է, բայց մարդիկ սիրում են, որ նաև մտքերը հասկացվի, էլի լրիվ աբստրակտ չլինի։ Դրա համար ավելի շատ երգերն են սիրում։ Երգի մեջ կա բառեր, որտեղ։ Երգ այդ բառեր կաս փոխես, երաժշտությունը պահելով, բայց այս ունիվերսալ բանը լեզուն, որով մարդիկ կարող են շփվել, որ թարգմանության կարիք չունի, նկարչությունը այդ տեսակ ֆենոմեն է, դե կինոն էլ կարող էր տենց լինել, եթե բառերը քիչ լինի, դե սերիալներում հենց բառերն ամենակ, կանգնած է խոսում են ինչ-որ, նենց որ եթե, չգիտեմ, ասենք, եթե ձեզ հարց տամ, որն է իսկական կինոն, մաքուր կինոն, որն է, այն որ ասեցիք մաքուր արվեստը, որն է, դե մաքուրը պետք է լինի, որ ֆորմաներն են կարևոր, որ կարևոր չի դե որ մենք ձեռք ենք տեսնում, հա, կարևորը ռիթմն է, այսինքն ռիթմ, գույն, հնչյուն, սենց բաներից պետք է կազմված լինի, էլի։ Որ ասում էիք ամեն ինչ ամեն այնպես, որ սովորական մարդուն հասանելի լիներ, մարդիկ հասկանային սոցիալիզմը, բայց այդ պարագայում Փարաջանովը ոնց էր հանդգնել ամեն մի բան, որ մարդիկ նստեցին, նայեցին ու գնացին տուն, բան չհասկացան, օրինակ դարագույնը, այդ հակասության մասին եմ ուզում հարցնել։ Դա ստալինյան սոցիալիզմը առաջինը 33 թվին։ Տրոցկին շատ լավ ձևակերպում ունի, ինչ բան է սոցիալիզմը։ Երբ որ բյուրոկրատները ռևոլվերներով զինված, ստիպում են բյուրոկրատներին զինված գրիչով, վրձինով, կամերայով կեղծել իրականությունը եւ պատմությունը։ Այսինքն դա մի հատ հակաարվեստ է, արվեստ չի սոցիալիզմը։ Ահա որ ուրեմն այդ նայեք սյուրռեալիզմ եւ բան այդ պատկերացնում եք ինչ մեծ կռիվներ ու վիճաբանություններ էր։ Հիմա պարզ է որ Փարաջանովի համար ինքը գիտի որ սոցիալիզմը դե արվեստ չէ, այտենց բյուրոկրատական բան է, զակազ է, ցեկայի կուսակցության զակազն է։ Որը առանձնապես չի տպավորվում էլի մարդկանց վրա, եթե մի քիչ հումոր բան կա, հələ ոչինչ։ Որը հումորը ինքնին սյուրռեալիզմ է։ Բայց եթե լուրջ ես անում, լրիվ ապուշություն է ստացվում։ Հիմա իրանք այդ օտիպիլի ժամանակ զնհալ կոչվող, երբ որ Ստալինի անհատի պաշտամունքը քննադատվեց եւ այլն, այդ ժամանակ, նայեք, հիշում եք 48 թվին Ժդանովշինա է կոչվում։ Ժդանովը ընդհանրապես սկսեց ճնշել
քիչ են մնում Արամ Խաչատրի անբա բոլորին ձերբակալեն։ Ողջույնս էս մի հատ ինչ որ տենց արվեստը շատ էին ինչ որ ազատ իրան զգացել էլի։ Չգիտեմ ինչ դիկտատորները վախենում են, հա, արվեստից։ Ամենայն դեպս այդ որ արդեն Խրուշչովը տվել էր հնարավորություն զնհալ եւ այլն, նու իրանք դենց որոշում են որ պետք է անեն ազատ կինո եւ Փարաջանովը այո անում է, բայց մեկը խմբագրված է։ Այս նրան գույնը իրա ուզածը չի։ Մենք չգիտենք ինչն են, ինչից են վախեցել, ինչն են հանեն դից, էլի։ Այսինքն տենց Երբ որ արվեստից վտանգ են տեսնում, դա շատ, այսինքն չհավատակ, այդ մի հատ սխալ արտահայտություն կա, իբր երբ որ ճնշում են արվեստագետները ավելի, չգիտեմ ինչ են դառնում, տաղանդավոր կամ չգիտեմ ինչ, հալերի մի հատ ապոշություն։ Հնարավոր չի պատկերացնել, ասենք բանում, կազարմայում, պատկերացեք, սովետական միություն մեծ ռազմական կազարմա է։ Այդ կազարմայում ոնց կա ըլնի ազատություն։ Դա չի կարող էլի։ Պետք է ազատությունն բաց պետք է լինի։ Կոմնիտ կա ասա, այսինքն լավ բան է արդյոք մրցակցությունը թե չէ։ Ոնց եք վերաբերվում Հա, երբեք չեմ մասնակցել ոչ մի ուրեմն մրցակցային բանի։ Երբեք։ Նախատապես չեմ ծերում հաղթել, բայց ասենք եղել է որ ինձ ընտրել են, ասենք թե իմ գործը կամ չգիտեմ ինչ Բայց ես ինքս չեմ դիմել։ Հիմա կա որ ասենք երիտասարդ արվեստագետների համար չէ լիքը տենց բաներ որ պետքա դիմեն տեսակ դե ված չեմ վերաբերվում։ Ուղղակի մտածում եմ որ չպետքա նաև վատը զգալ երբ որ մերժվում է ասենք չի ընտրում որովհետև ընտրողները իրանք էլ ունեն ստեղծագործողներ ունեն ինչ որ պատկերացումներ Այսինքն դու կարող ես մտածել, որ հետո դու էլ կդառնաս տենց մեկը, որը կարող է ընտրել։ Չգիտեմ, տենց ոչ լավ, ոչ վատ։ Ասենք, ես ինքս չէի դառնա դաշնակահար, որը մասնակցում է փառատոնների առաջի տեղ զբաղացնելու համար։ Որ այդտեղ կա արհեստի, հա, հետ կապված վարպետության եւ այլն sense ինչ որ չափանիշներ Բայց օրինակ կինո փառատոնները հակառակը նրա համար են, որ ոչ կոմերցիոն արվեստը տեղ տան։ Այս է սա հարցը։ Օրինակ որոշ դեպքերում, ասենք սպորտի դեպքում եւ այլն, ընդ չափանիշները այլ է, կամ կատարող, ասենք ջութակահար ես կամ դաշնակահար։ Ստեղծագործողի դեպքում ուրիշ է։ Կոմերցիոն ոչ կոմերցիոնի հարց է։ Առաջարկում եմ հացավ տալ որպես ինձրափակում։ Անջատել, որ ազատ